Փառքի քեզ տալիս Տեր, գոհանում ենք քեզանից Տեր, շնորհակալ ենք Տեր, որ այսօր էլ ունեցանք հնարավորություն Տեր, որ գանք քո սրահը, որ առնենք քո խոսքը Տեր, շնորհակալ ենք քեզանից, դու բարի ես Տեր, ողորմած ես, փառք ենք քեզ տալիս Տեր, քո փառքիդ համար զորացրա Տեր, որ թողնենք դրսից եկող ամեն մի խնդիր, ամեն մի ծագող, ամեն մի վնասող, ամեն մի միտք Տեր, թող քանդված եղնի քո անունով Տեր, որ այստեղ խոսքը առնենք Տեր եւ զորանանք Տեր, շնորհակալ ենք քո խոսքիդ համար, որ գալիս է եւ զորացնում է մեզ, եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Փառք մեր Աստծուն, օրհնված ենք, փառաբանությունով օրհնված ենք մենք։ Լավն է, չէ՞ իրան։ Փառք Աստծուն ձեր համար։ Փառք եք մեզ տալիս մեր Տիրոջը, որ այսօր մենք հավաքվել ենք, ունենք հնարավորություն, հավաքվենք իր տան մեջ եւ իր խոսքի շուրջ խորենք, մտածենք, լսենք իր խոսքը։ Եվ նույնպես ես ողջունում եմ մեզ համացանցով մեզ հետևողներին, Աստված ձեզ շատ օրհնի։ Գիտես, իմ խոսքս, որ պատրաստել եմ մի փոքր նախաբան կար, որ ես կուզեմ խոսեմ այստեղից, մինչև իմ պատգամից կհասնեմ, ես նախաբանը չթողեց, որ իմ խոսքից անցնեմ, կուզեմ, որ սրա շուրջ մի փոքր խոսեմ։ Մարդիկ կան, որ երբ որ եկեղեցու մեջ խնդիրներ կան, որ պետք է իրանց համար աղոթք կանեմ, եւ վերջին անգամ, երբ որ Հայաստան գնացի եւ նույն բանը այնտեղ ապրեցի եւ այստեղ, որ նայելով խնդրին ասում են, որ գիտես դու քո տան քահանան ես, դու էլ պետք է աղոթք կանես, ու գիտես Աստծո համար խնդիր չկա, որ այդ խնդիրը լուծված եղնի։ Աստծո համար խնդրեմ չկա, բայց այսպես մի բան կա։ Տես այստեղ մենք նորից խոսքի մեջ հասկանում ենք, որ Աստված ինչ-որ մեկի միջոցով աղոթք լսող հայր չէ, բայց չէ որ դու էլ պետք է քո խնդրիդ համար աղոթք կանես։ Ու այսօր գիտես շատ խնդիրներ կան, որ մարդիկ ասում են գնանք սրան ասենք, ես ինչ մարդ աղոթք, շատ լավ է, զորավոր է, ինչ որ սուրբ կյանքով ապրում, բա դու ինչ անես, բա դու ինչի համար պետքա չաղոթես։ Ես միշտ այստեղից խոսում եմ, ասում եմ, որ մեր տների մեջ կան խնդիրներ, որ մենք դրա հետ պետք է չհարմարվենք։ Դες երբ որ իմ տան մեջ ինչ-որ մի խնդիր է գալիս, ես հասկանում եմ, որ դա խնդիրը պետք է անցնենք, բայց որ խնդիրը բարդանում է, խնդիրը մեծանում է, խնդիրը արդեն անլուծելի է, դու պետք է անհոգ չլինես ու պետք է աղոթք բարձրացնես։ Եվ ես միշտ սրա մասին խոսել եմ ու ասում եմ, որ եթե դու քո տան մեջ, թեկուզ դու կին ես, թեկուզ քո ամուսինը եկեղեցի չի հաճախում, դու քո տան մեջ դու քո քահանան ես, մինչև քո ամուսինը կկանգնի։ Ես սրա մասին միշտ խոսում եմ, որ տղամարդիկ իրենց տան մեջ, իրենց տան քահանան են։ Գիտես դուք այսօր պետք է աղոթք բարձրացնեք, որտեղ շատ ժամանակ ձեր տների մեջ կան փոթորիկներ, կան դիվային ազդեցություններ։ Ես ասեմ, որ մարդիկ կան, որ երբ որ իրանք եկեղեցի չեն հաճախում, խոսում եմ իրանց հետ, իրանք գնելով իրանց բնակարանը չեն կարող ապրել բնակարանում, պատկերացնում ես նոր բնակարան են առել, ավելի ճիշտ ոչ թե նոր, ինչ որ կապ չունի նորա թե հին, եւ ասում եմ, տան մեջ միշտ ձայներ ենք լսում, այդ տան մեջ շատ վախենալու է այդ տան մեջ ապրել։ Գիտես այդ տան մեջ իրանք այսպես քահանաներ են բերում այնտեղ ջուր են սրսկում, չէ, սվիտայը վադա չգիտես ինչ, բայց այսօր գիտես խոսքն ասում է, որ պիտի կանչես Տիրոջը եւ իր զորությունը մենակ իր անունը հերիքը։ Այսինքն թող չզարմացնի, որ երբեմն գիտես կարակ դու քո երեխային առնես բերես եկեղեցի, որ մենք այստեղ իր համար աղոթք կանենք։ Դա շատ նորմալ է։ Նորմալ է, բայց ասեմ քեզ, որ եթե կլսեք ինձանից մի բան, որ ասում եմ դու պետք է աղոթես երեխի համար, այսինքն դու գործ ունես երեխու համար աղոթքանալով, գիտես սա ինչ է, սա տանում է նրան, որ Աստված պաշտությունը քո հավատքդ մեծանում է եւ Աստված այդ խնդրին լուծելու հետ քեզ հետ սկսում է, որ դու իրան ճաշակես, տեսնես եւ գաս իրան։
Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Գիտես, ինչպես խոսքն ասում, որ մեր պատերազմը հոգու եւ մարմնի դեմ չէ, այսինքն կան չար ուժեր, կան ինչ-որ կախարդություններ, կան ինչ-որ չգիտես ինչ թուղթ ու գիր կամ եսիմ ինչ-որ բաներ կան, մենք չենք ասում չկան, բայց քանդված են Քրիստոսի անվան առաջ։ Այսինքն մենք պետք է այդ պատերազմը գնանք ընդառաջ եւ այդ պատերազմից չվախենանք։ Եթե դու չես հարձակվում, եթե դու չես քանդում, որովհետեւ շատ կարեւոր է, որ դու քո պատերազմը տանդ մեջ անես։ Մատթեոս 16:19-ում խոսքն ասում է. ես կտամ քեզ երկինքի արքայության բանալիները։ Գիտես, եթե սա հասկանաս, շատ մեծ բան է։ Եվ այն, որ կապես երկրի վրա կապված կլինի, ինչ որ կապես երկնքում ասում արձակված կլինի։ Այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում։ Գիտես, այս խոսքը որ կա, Սես մի հատ օրինակ եմ որ է բերում, դուք գիտեք, որ սես մեկ-մեկ օրինակներս կոպիտ են, բայց սա խոսում եմ, որ լավ մենք հասկանանք։ Այդ կապանքները, որ կա, մենք պետք է կապենք սատանայի չար գործերը։ Գիտես, կան սենց շներ, որ տեսած կլնեք, չէ, բայց իրանց դեմքին սես դրած այդ նամորդնիկը և իրանք կապած են։ Ու այդ շունը իշքան էլ գազան եղնի, իշքան իրանց այդ ցեպերով, որ կապված են, այդ շղթաներով, երբ որ կապված են, արդեն ինքը չի կարա քեզ վնասի, որտեղ նա կապած է։ Եվ այդ շունը, որ կարանք հաստատ ասենք, որ շուն է, նա այդ կատաղած, այդ ինչպես խոսքի մեջ գրված, ասում որ կատաղած այռուծի պես ուզում է հոշոտի, դու կարաս, քեզ տրված է իշխանություն, որ դու կապես։ Եթե դու կանցել եք աստվածաշնչյան դասեր, այնտեղ մենք անցանք իշխանությունը, չէ, հավատացյալի իշխանությունը։ Այսօր ինչի համար գրված չի իշխանությունը, ովքեր որ հավատում են, հենց այնպես չի հավատացյալի բառը։ Եթե ես եւ դու հավատում ենք, ուրեմն իշխանություն ունենք քանդելու չարի բերված խնդիրներ եւ խնդիրների համար։ Փառք Աստծուն, այսինքն այդ բանալին որ կա, այդ բանալին կոպիա արեք, թող ձեր մոտ լինի, վերցրեք կոպիա ասելով, ես ասում եմ որ թող ձերը լինի, դուք էլ ունեցեք այդ բանալին։ Ինչպես Աստվածաշունչը խոսում, ասում է որ կտամ քեզ երկնքի բանալիները, որտեղ ինչ որ կապեք, կապված կլինի, եկեք կապենք եւ քանդենք սատանայի գործերը։ Ունեցեք այդ բանալին, թող ձեր մեջ, ձեր մոտ լինի, ձեր գրբանում լինի, ձեր սրտի մեջ լինի, ձեր մտքի մեջ լինի, որ դուք հասկանաք, որ դուք իշխանություն ունեք չարի գործերը քանդելու համար։ Գիտես, Աստվածաշունչը խոսում, ասում է, որ հրաշքներ կան, որ մարդիկ տեսնելով տեսնում են եւ հավատում են։ Եվ Տերը խոսում ասում որ ավելի կարակ դուք տեսնեք։ Հովհաննեսի 5:20, որովհետեւ հայրս սիրում է որդուն եւ ամեն բան ցույց է տալիս նրան, որ ինքն անում է եւ սրանից էլ ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, ում ովքեր որ ուզենան տեսնել, ովքեր որ հավատում են։ Սա խոսում է ինձ ու քո համար։ Ավելի մեծ գործեր կցույց տա նրան, որ դուք զարմանաք։ Գիտեք, այս ամեն ինչը որ կա, մենք չսահմանափակվենք սրա մեջ, որտեղ մենք եթե փափագում ես դու Տիրոջ զորությունը, եթե կուզենաս ճաշակել Աստծուն, Աստված քեզ ցույց է տալիս ավելի զորավոր գործեր, եւ գիտեք Աստվածաշնչի մեջ եւ գրված է ավելին ասում է դուք ավելի մեծ նշաններ եւ հրաշքներ կարող եք գործել Հիսուս Քրիստոսի անունով։ Թող սա թող զարմանալի չլինի։ Գիտեք, երբ որ առաքյալները երբ որ մի հրաշք արեցին, իհարկե Տիրոջ անունով, ասում են նա մեկը կար որ իր ծնված ժամանակվանից ինքը կաղեր եւ իրան բերում դնում էին տաճարի առաջ եւ բոլորը տեսնում էին խնդիր կար, բայց իրանք ինչ արեցին, ասին չունենք քեզ արծաթ ու ոսկի տալու, բայց Հիսուս Քրիստոսի անունով ինչ որ ունենք քեզ կտանք, վեր կացու քայլիր։ Եվ ինքը վեր կացավ, խոսքի մեջ գրված ասում է ցածկեց, վազեց եւ բոլորը փառք էին տալիս եւ բոլորը հարցում են ում անունով։ Ասում են թող բոլորը ձեզ հայտնի լինի որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին որ դուք խաչեցիք եւ հարություն առավ, իր անունով այդ ամեն ինչ արեցին։ Այսինքն հասկանանք որ Տիրոջ անման մեջ մեծ զորություն կա։ Այսինքն մենք պետք է հասկանանք որ
Աստված կարա մեծ ավելի մեծ նշաններ ցույց տա, եթե մենք խնդրենք, կանչենք իր անունը։ Այնպես որ քո տան մեջ կլնես, այնպես որ խնդիր որ կեղնի մի սպասի որ դու գաս այստեղ հասնես, որ քեզ համար պետք է աղոթք անենք, իհարկե շատ լավ ես անում, ճիշտ ես անում, բայց թող քո տանդ մեջ բարձրացրա աղոթքը եւ քանդի սատանայի գործերը։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ շատ մարդիկ իրենց տների մեջ կոմֆորտ չունեն վախից, ցավից, խնդիրներից, հիվանդություններից, Տիրոջ կամքի մեջ է, որ ես եւ դու լինենք, ինչպես ես միշտ սրա մասին խոսում եմ, որ մեր ուրախությունը լինի կատարյալ։ Այսինքն Աստծո կամքն է, որ մեր ուրախությունը լինի, Աստված ուզում է, որ կատարյալ ուրախություն ունենանք մենք։ Հավատն էլ Եբրայեցիս 11 առաջի խոսքն ասում է հավատն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևացող բաների ապացույցն է։ Գիտես, այս տողերը, որ կարդում եմ, ամբողջը կապված է, որ մենք ունենանք հավատք։ Բայց Աստվածաշունչը խոսում, տեսեք, մենք պետք է մի բան տեսնում ենք, ճաշակում ենք եւ էլ այդտեղ հավատք պետք չի։ Բայց հավատքը պետք է այն ժամանակ, երբ որ դու չես տեսել։ Բայց խոսքն ասում է երանի նրանց, ովքեր որ չեն տեսել եւ հավատում են։ Այսինքն ես եւ դու շատ բաներ չենք տեսել, բայց Քրիստոսին ճաշակել ենք, չէ՞։ Քրիստոսին ճաշակելով, Քրիստոսին փառք ենք տալիս, Քրիստոսի հետևից ենք գնում։ Ու գիտես, այս վերջի բառերը շատ հզոր են եւ ասում է չերևացող բաների ապացույցն է։ Այս հավատքը որ կա, խոսում ասում է չերևացող բաների ապացույցն է, բառը որ կա, ապացույց բառը ես շատ եմ սիրում։ Իմ հավատքը, որ ես հավատում, չերևացող բաների ապացույցն է։ Փառք Աստծուն։ Գիտես, այստեղ երբեմն լինում է, որ ես այստեղից բաներ խոսալով ես զգում եմ, որ դրա մեկնությունը եւ հայտնությունը մինչեւ վերջ չեմ խոսում եւ տուն գնալով այստեղից ես հասկանում եմ, որ բաներ կա խոսել եմ, բայց թողել եմ վերջը, որ ինչ որ դու այդ խորես եւ հասկանաս։ Գիտես, սրանցից մեկի մասին կուզեմ, որ մի փոքր խոսեմ։ Ես այստեղից խոսում եմ, ասում եմ մխիթարությունը, երբ որ գալիս է Աստծուց, ես 100% մխիթարությունը հասկանում եմ, որ եթե ինչ-որ մի իր դու կորցրել ես, եւ ես սրա մասին խոսացել եմ։ Եթե ինչ-որ մի իր կորցրել ես, դու ման ես գալիս, քեզ խնդիր է, տանջում է այդ ամեն ինչը, եւ եթե ես մխիթարվում եմ, ինչից հետո եմ մխիթարվում, երբ որ այդ իրը ես գտա։ Ասում ես, ինչ լավ է, գտա սիրտս տեղն ընկավ, չէ՞, հանգիստ եմ արդեն, վերադարձում ես իր տեղը, ու ամեն ինչ լավ է։ Սա 100%-անոց մխիթարությունն է։ Բայց ասեմ քեզ, երբ որ քո խնդրի պատասխանը Աստծուց լսում ես, որ Աստված այդ խնդիրը պետք է լուծի, այդ 100%-անոց մխիթարությունից իմ համար ավելի վեր է այս ամեն ինչը։ Որտեղ իմ կյանքից մեջ շատ ա եղել, որ ես որ խնդրել եմ Աստծուն եւ խնդրի պատասխանը, երբ որ հասկացել եմ, որ Աստված իմ խնդրի պատասխանին ասել է այո եւ պետք է լուծված եղնի, գիտես, սա ավելի մեծ է, քան թե ես այդ իրը գտել եմ ու արդեն իմ ձեռքերիս մեջ է։ Սա շատ կարևոր է։ Փառք մեր Աստծուն։ Այսօրվա իմ խոսքս ուղերձս ես այսպես եմ վերնագրել. ճաշակեցեք եւ տեսեք։ Ճաշակեցեք եւ տեսեք, որտեվ շատ ժամանակ, գիտես, մենք խոսքը ինչպես ասում է, որ ճաշակեցեք, որ տեսեք եւ որ քաղցրեմ։ Եկեք այդ տողերը կարդամ Սաղմոսի մեջ է գրված։ Սաղմոս 34:8 Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանի է այն մարդուն, որ հուսացած է նրան։ Գիտես, այս խոսքը որ կա, շատ ինչպես ասեմ, որ շատ տեղին է գրված, որովհետեւ շատ ժամանակ մարդիկ որ բացատրես, խոսես, խոսքը տաս, խոսքը շատ լավ է, իրեն դուր է գալիս, բայց Քրիստոսին պետքա ճաշակես։ Քրիստոսին անձամբ պետքա թողնես, որ քո սիրտդ գա եւ քո սրտի հետ խոսա եւ խոսքը դու իրոք ճաշակես, հասկանաս եւ Տիրոջը պետքա ճաշակել։ Եվ խոսքի մեջ ասում է, տեսեք, որ նա քաղցր է։ Գիտես, այդ տեսնել բառը ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօրվա ամբողջ տարին մեր ավագ Հովիվ Գորմեխակյանը հռչակել է լավ տեսնելու տարի։ Որ մենք հոգևորներս պետքա լավ տեսողություն ունենանք եւ պետքա լավ տեսնենք։ Եթե դու չես տեսնում, դա այդ կույր վիճակը դա քեզ տանելու է չգիտես ինչ։
Դու պետք է զանազանես ամեն ընթացքները, հոգևոր այդ պատերազմը, այդ քու դեմիտ փոթորիկները, գիտես, եթե դու չես տեսնում, որ Տիրոջ զորությունն ավելի մեծ է, այդ խնդիրը գալիս է ու քեզ սկսում է ճզմել եւ փչացնել եւ դու ինքդ արդեն վնասվում ես, հոգևոր պարտություն եւ հոգևոր պարտությունից հետո գալիս է ֆիզիկապես պարտություն ու սա մեծ խնդիր է։ Բայց գիտես մի բան կա այստեղ, որ կուզեմ ավելացնեմ, եթե դու չճաշակես, եթե դու չես կարա տեսնես, Քրիստոսին պետքա ճաշակես, դու պետքա ճաշակես, ծանոթանաս Քրիստոսին եւ հետո գալիս է քո մեջ հոգևոր տեսողություն։ Հիմա դու գիտես, կասես, գիտես, եղբայր, ես երկար ժամանակ եկեղեցու մեջ եմ Քրիստոսին Տեր ու Փրկիչ եմ ճանաչել, ես ճաշակել եմ Քրիստոսին, լավ ես արել։ Ես դրա մասին մի փոքր ավելի ուշ, երբ որ դու Քրիստոսին ճաշակել ես, ավելի ուշ կխոսամ սրա մասին։ Գիտես, շատ լավ է, որ ինքդ ճաշակես, ոչ թե ինչ-որ մեկը քեզ ինչ-որ պատմի դրա մասին։ Երբ որ դու ինքդ ես ճաշակում այդ ամեն ինչը, դու ինքդ ես շոշափում, դու ինքդ ես տեսնում, դա արդեն մեկ ուրիշ բան է, ոչ թե քեզ ինչ-որ մեկն է պատմում։ Գիտես, շատ ժամանակ այդ ճաշակելու համար մի քիչ կուզեմ ավելի խորը գնամ խոսեմ, երբ որ տա մեջ ինչ-որ կերակուր է պատրաստվում, ասում են կնե տեսնես մի հատ աղը տեղն է, թե չէ, մի հատ համը առ։ Դու գիտես, չես կար ասես 200 գրամ աղ եմ գցե կամ ասենք 20 գրամ եմ աղ գցե, դա նորմալ է, գրված է, ինչ ես անում, մի հատ նորից դու ճաշակում ես, որ զգաս։ Ու շատ ժամանակ գիտես, կամ զգացել եք ինչ-որ մեկին ինչ-որ կերակուր ես առաջարկում, ասում է, չէ, կերած եմ, լավ է, նորմալ է, չես մեզ մի հատ համը տես, մի հատ տես, կարողա ուտես, կարողա չուտես եւ ինչ ես անում։ Եվ նա սկսում է ճաշակել։ Այդ ճաշակելը որ կա, այսօր նույնպես խոսքի մեջ մենք հասկանում ենք, որ ասում է ճաշակեցեք ու տեսեք, ճաշակենք եւ կտեսնենք։ Ինչ կտեսնենք, որ Տերը քաղցր է։ Փառք Աստծուն։ Գիտես, այդ ճաշակ բառ կա, չէ՞, մենք այդ ճաշակ լսել եք, չէ՞, ճաշակ, ես իմ ճաշակն է, ես իմ ճաշակով է, իմ հավանածն է։ Գիտես, այդ ճաշակի հետ շատ կապված են։ Մինչև դու չճաշակես, մինչև չշոշափես, չտեսնես, դու չես հասկանա, դու չես տեսնի, այսպես պետք է ճաշակես այդ ամեն ինչը եւ հետո նոր սկսում ես հավանել։ Ու արդեն դառնում է այդ քո ճաշակով է։ Արդեն դու հավանել ես, այդ քո ուզածն է։ Այսօր շատ կարեւոր է, որ տեսնենք այս ամեն ինչը եւ ճաշակենք եւ մերը լինի ու հավանենք այս ամեն ինչը։ Գիտես, շատ ժամանակ մարդկանց բան ես բացատրում, ասում ես, գիտես, ես այսպես մի բան եմ առել, ուզում եմ տուն բերեմ, ինձ շատ է դուր եկե, կարող է ես ինչը առնենք, ասում, ինչ, ասենք, եղել է ինչ-որ տամեջ բան ենք քննարկել, գիտես, սա շատ նորմալ, ասում եմ, մինչև չտեսնեմ, չեմ կարող ասեմ, որ ցույց տաս, այսօր իրոք էլի խոսում ենք սրա մասին, որ պետք է տեսնենք, լավ տեսնել է մեզ պետք։ Իրոք մեր աչքերը բացենք, տեսնենք Տիրոջ զորությունը, Տիրոջ մեծությունը, Տերը զորավոր է, Տերը ամենակարող է։ Գիտես, եթե չտենաս, դու չես հասկանա։ Մեզ պետք է ճաշակենք Տիրոջը։ Մենք պետք է ոչ թե որ մեկը մեզ պատմի, այլ մենք ինքներս ճաշակենք։ Գիտես, շատ ժամանակ թվում է, որ աստվածպաշտությունը եւ Աստծո մեծությունը տեսել ենք, ճաշակել ենք, բայց գիտես, Աստված ամեն անգամ, երբ որ գալիս է իմ կյանքիս մեջ, ես նորովին սկսում եմ իրան ճանաչել։ Ես զարմանում եմ ամեն անգամ իր մեծության, սրբության, ներողամտության վրա, որ իր ձեռքը քաղցր է, իր ձեռքը զորավոր է, իր ձեռքը փրկող է, իր ձեռքը բուժող է։ Ու գիտես, եկեք ճաշակենք, ինչքան մոտենանք Աստծուն, Աստված այնքան մեզ մոտենում է, որովհետև խոսքի մեջ գրված է, մոտեցեք ինձ եւ ես ձեզ կմոտենամ։ Սա շատ կարևոր։ Գիտես, բաներ կա, որ այստեղից խոսում եմ, ես հասկանում եմ, որ սրա մասին խոսացել եմ, ու գիտես, ու նորից հասկանում եմ, ինչպես խոսքի մեջ գրված ասում է, մեզ համար դժվար չի կրկնելը, բայց ձեզ համար ապահովություն է։ Աստծուն պետք է մոտենանք։ Մոտեցիր ինձ եւ ես քեզ կմոտենամ։ Սա շատ կարևոր։ Չես մոտենում, ու դա նորմալ չի, ամեն բան սկսում է սառել, պետք է մոտենանք Աստծուն։ Մոտենանք Աստծուն, փառք մեր Տիրոջը։
Գիտես, տարիներ առաջ, երբ որ իմ մոտիկ բարեկամներից մեկի հետ խոսելով, որ մանկությունս իր հետ անցել է, եւ երբ որ ինքը ճաշակեց Աստծուն, եկավ եկեղեցի, ու ինքը գիտես ինչ էր խոսում, ասում էր, բայց սրա մասին ինձ քիչ շուտ չէիք ասում։ Ինչի ես ամենը ինձ շուտ չէիք բացատրում։ Գիտես, ասում եմ, ես քեզ միշտ էլ խոսել եմ։ Ես քեզ միշտ ասել եմ, որ ես եկեղեցի եմ հաճախում։ Ես միշտ ասել եմ, որ ես հավատացյալ եմ, ես հավատում եմ Քրիստոսին, հաճախում եմ եկեղեցի։ Չէ, ասում եմ, դու ինքսի լավ չեք բացատրել։ Իրենց տարբերությունը ո՞րն է։ Իրան միշտ խոսվել է այս ամեն ինչը։ Բայց երբ որ ինքը սկսեց ճաշակել, նա հասկացավ, նա տեսավ։ Ու գիտես, այդ ճաշակելը խոսելով չի, բացատրելով չի, դու ինքդ պետք է ճաշակես։ Ճաշակենք Տիրոջը, որ նա քաղցրել։ Փառք Աստծուն։ Գիտես, երբ որ փափագում ես Աստծուն, նորից մի բան կա, որ ես մի տեսարան կա, որ իմ կյանքից մեջ եղել է, կուզեմ բացատրեմ սա։ Սա կապված է նորից այդ մոտեցեք եւ ինձ ես ցես կմոտենամ։ Տես, եթե ուզում ես Աստծուն մոտենաս, շատ ժամանակ դու այսպես մի չափս ես տրում, որ այսքան պետքա գիրք կարդամ, Աստվածաշունչ կարդամ, ես պետքա այսքան աղոթք անեմ, ու դու ես դնում այդ գրանիցը։ Բայց երբ որ դու այդ սահմանից մի փոքր փորձես անցնես ավելին, հաստատ կճաշակես Աստծուն ավելի մոտիկից եւ ավելին կտեսնես Աստծուն։ Ու գիտես, սա այդ փափագն է, որ եթե մեր մոտ, եթե սահմանից փորձես դու անցնես, որ դու դրել ես, ամեն անգամ ճաշակելով Աստծուն, ամեն անգամ զգալով, որտեղ շատ ժամանակ գիտես աղոթքի պատասխան, վերջերս ես խոսեցի սրա մասին, երբեմն մենք ոչ թե միայն պատասխանին չենք սպասում, ուղղակի մենք աղոթքի մեջ չենք ճաշակում Աստծուն։ Գիտես, ես չեմ ասում, որ պետք է ամեն անգամ մի յուրահատուկ ձևով Տերոջը զգաս, բայց շատ ժամանակ դա դառնում է, ասենք, քո համար նորմա, դու աղոթք ես անում ուղղակի այդ չափսի մեջ, բայց գիտես աղոթքի մեջ պիտի այդ երկխոսությունը մեր կյանքերի մեջ լինի։ Ոչ թե մենակ դու քո բառեր դասես եւ գնաս, ոչ, դու պիտի լսես Տիրոջ ձայնը։ Դու պետք է զգաս Սուրբ Հոգու այդ մեղմ ու քնքուշ այդ իր շարժվելը, շատ ժամանակ գիտես այդ խոսքերի շատությունը չի, շատ ժամանակ գիտես քո լռության մեջ, որ դու փնտրես իր ձայնը, նրա ձայնը կլսես։ Գիտես այդ փափագը, որ մեր կյանքերի մեջ որ չեղավ, դու չես այդ ճաշակի Աստծուն, ու չես էլ զգա Աստծուն։ Եվ Աստվածաշնչի մեջ գիտես մի տեղ կա, որ շատ տեղեր կա, որ խոսում ասում է, որ եւ հանկարծ ու այնտեղ խոսում է, որ Աստված սկսեց խոսել, եւ հանկարծ եւ Աստված եկավ սկսեց բժշկել, եւ հանկարծ ասում է իր ձեռքի շղթաները վայր ընկան, եւ հանկարծ ասում է հրեշտակ իրան ձայն տվեց, եւ հանկարծ այսպես շատ բաներ կա, ու այդ հանկարծը ես շատ եմ սիրում, որովհետեւ երբ որ մենք մեր այդ փափագի մեջ եւ հանկարծ եւ Տիրոջ ասենք ներկայությունը երբ որ գալիս է, ինչպես խոսքի մեջ գրված ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Դες երբ որ գալիս է Տիրոջ ազատությունը, կապ չունի խնդրի մեծությունը, կապ չունի դու ինչ պետք է անես, կապ չունի թե ինչի համար ես դու կանգնի աղոթքի, գիտես, երբ որ գալիս է Տիրոջ ներկայությունը, ես մոռանում եմ ամեն բան, վայելում եմ Տիրոջը, որովհետև Տիրոջ հոգին է մեր մեջ է եւ իմ մեջ ազատություն է եւ ոչ մի վախ չկա այդտեղ։ Ես խոստանում եմ, որ շատ շուտով ես այդ հանկարծի համար խոսեմ, որտեղ ես շատ եմ սիրում, երբ որ Աստվածաշնչի մեջ գրված է եւ հանկարծ։ Եթե այդ հանկարծը թող իմ կյանքից մեջ շատ լինի եւ ձեր կյանքերի մեջ, եւ այդ հանկարծն է, որ հանկարծ Աստված գալիս է, դա կապված է իմ ու քո փափագից։ Փափագենք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Գիտեք, մի պատմություն կա Աստվածաշնչի մեջ Հովհաննեսի 4:19-ից, ովքեր ունեն իրաց ձեռքի տակ թուղթ ու գրիչներ, 4-րդ գլուխ 19-րդ խոսքից մինչև 42-րդը, ես այդ ամբողջը չեմ կարդա։ Մենք գիտենք այս պատմությունը Սամարացի կնոջ պատմությունն է, եւ գիտես, այստեղ բոլոր քարոզիչները, ովքեր որ քարոզում են, այս
պատմության հետ շատ են առնչվում, որտեղ այստեղից դու շատ կարաս խոսես, եւ այստեղից մենք շատ ենք սովորում։ Փառք Աստծուն էս պատմության համար էս երկխոսության, որ մեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսեց այդ կնոջ հետ, եւ այստեղից մենք շատ բաներ ենք սովորում։ Ու գիտես, երբեմն խոսում եմ, ասում եմ, մեր աղբերներից մեկի հետ խոսում եմ, ասում եմ, «Վաչիկ աղբեր, ես քանի անգամ խոսած կլինեմ Սամարացի կնոջ պատմությունից»։ Դե ինքը այսպես, գիտես, ինքը շատ լավ հիշողություն ունի, այսպես մտածեց, դժվար թե ինքը սխալված լինի, ասում եմ, 4 անգամ հաստատ խոսել ես։ Ու գիտես, ես այստեղից շատ կխոսամ, որտեղ այստեղից այս պատմությունից մենք շատ բաներ կքաղենք, դասեր կքաղենք մեր կյանքի մեջ։ Ասեմ, որ Սամարացի կինը ինքը ճաշակեց Քրիստոսին։ Սամարացի կինը հանդիպեց Քրիստոսին։ Եվ գիտես, որ երկար այդ երկխոսությունն եղավ, եւ այդ Սամարացի կինն ասեց, կինը նրան ասեց. «Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես»։ Այսինքն զգաց, որ մի բան այն չի։ Պատմեց իր կյանքը, որ ինքը անցել էր ճանապարհով։ Դու այդ պատմությունը լավ գիտես, եթե չգիտես այդ պատմությունը կարդա Հովհաննեսի 4-րդ գլուխ 19-րդ խոսքից մինչև 42-րդ, այնտեղ շատ པարզ գրված է, թե ինչ խոսեց, թե ոնց խոսեց, եւ հասկացա, որ իր դեմի կանգնածը ոչ թե ինչ-որ հասարակ մարդ է, որ իրան ջուր ուզում, այլ ասա, որ ես, եթե հասկանաս, թե ով է քո դեմը կանգնած, դու նրանից ջուր կուզես եւ կխմես եւ չես ծառավի։ Փառք Աստծուն, ջրի համար խմում ենք եւ այս ջուրը խմել ենք, որտեղ իր ջուրը իր կենթանի ջուրն է եւ խոսքն է, որ չենք ծառավում, փառք Աստծուն, այդ խոսքը շատ լավն է։ Եվ այստեղ այս երկխոսության մեջ, որ իրանք խոսեցին, եւ այստեղ խոսում ասում է, որ եկեք կարդամ այդտեղ է, բայց ժամանակներ կգան, որ հիմա է որ ճշմարիտ երկրպագողները, որ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետև եւ հայրն էլ այսպես է ուզում, որ երկրպագեն իր երկրպագողները, Աստված հոգի է եւ նրա երկրպագողները պետք է հոգով ճշմարտությունով երկրպագեն։ Մենք պետք է հասկանանք, որ Աստված հոգի է։ Եթե քո լոգիկայով, չգիտես ինչ ճարպկությամբ ուզենաս ինչ-որ հարցեր լուծես, դու չես կարող Աստծուն ճաշակես։ Մեզ պետք է այդ փափագը։ Գիտես, աշխարհի մարդիկ, երբ որ իրանց մոտ շատ մեծ գումարներ կա, ամեն հարց լուծում են, իրանք պաշտոններ են զբաղվեցած։ Ասում են ամեն ինչ կանեմ, դա էլ ասում են հո տերտերություն չի որ չանեմ։ Գիտես, այսինքն իրանք ամեն ինչ կանեն։ Այդ տերտերությունը, գիտես, որ նարսված պաշտությունը նրանք չեն հասկանում, չեն կարող քննել։ Այդ խորհուրդները ասում են ձեզ տրված են, բայց նրանց տրված չի, իրաց համար փակ է։ Այսօր բացված է Տիրոջ բանալին, երկնքի բանալին ձեզ տրված է, որ հասկանաք, քննեք, խորեք եւ հասկանաք։ Այսինքն նրանցից վերցրված, ասում են, նրանցից վեր առավ եւ տրվեց մեզ։ Չէ, Աստվածաշնչի մեջ է գրված այդ ամեն ինչը։ Փառք մեր Աստծուն։ Գիտես, այս երկխոսության մեջ եւ կինն էլ ասեց նրան. «Գիտեմ, որ Մեսիան պիտի գա, որ Քրիստոս է կոչվում, երբ նա գա, ամեն բան կպատմե մեզ»։ Հիսուսն էլ նրան ասեց. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ»։ Գիտես, սա ինչ է խոսում։ Քրիստոսը կանգնած իր առջև եւ ինքը հայտնեց նրան, ասավ. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ»։ Ամեն փափագող, ովքեր որ կուզեն Քրիստոսի հետ մոտենան, Քրիստոսին ճաշակեն, ամենքս այսօր համար մեզ դուռ է բացված։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ այրամբ այդ վարագույրը ասում է պատրվեց, այսօր մենք կարող ենք մտնել այդ խորանը եւ ճաշակել Քրիստոսին։ Փառք Աստծուն։ Եվ խոսքն ասում է, Սամարացի կինը, այն քաղաքը, եւ ասում է Սամարացի կինը գնաց այն քաղաքը եւ այդ քաղաքի մեջ ասում է շատերը հավատացին իրեն խոսքի համար։ Եվ ասում է քաղաքից շատերը դուրս եկան ման գալու։ Գիտես ինչի համար, որտեղ Սամարացի կինը իրոք հանդիպել էր Քրիստոսին։ Եթե ես եւ դու հանդիպենք Քրիստոսին, մեր խոսքը, մեր բերանից դուրս եկած խոսքը կլինի համեմված։ Մեկը որ դու մեկից ինչ-որ բան լսես եւ մյուսին պատմես, մեկ ուրիշ է, երբ որ դու ճաշակել ես Քրիստոսին եւ պատմես քո բերանից այդ խոսքը։ Եվ ասում նրանք հաղթեցին իրան բերանից դուրս եկած վկայության խոսքից, ինչի համար, որտեղ ճաշակել էին։
Եվ շատերն էլ հավատացին նրան խոսքի համար, եւ այն կնոջն ասում էին, թե այլևս քո խոսքի պատճառով չենք հավատում, որովհետեւ մենք ինքներս լսեցինք եւ գիտենք, որ ճշմարտապես սա է աշխարհի փրկիչ Քրիստոսը։ Գիտես ինչ տեղի ունեցավ։ Այլևս քո խոսքի համար չի, որ մեզ խոսել ես, մենք ինքներս հանդիպեցինք, մենք ինքներս ճաշակեցինք, մենք ինքներս մոտեցանք, մենք ինքներս շոշափեցինք, մենք ինքներս մեր աչքով տեսանք, այլևս քո խոսքի համար չէ, մենք ինքներս տեսել ենք, որ նա ճշմարիտ Աստվածն է, աշխարհի փրկիչն է, որ Քրիստոսն է, որ փրկիչն է, գիտես, ես ինքս արդեն ճաշակեցի, փառք Աստծուն։ Տասնյոթերորդ խոսքում ասում է, եւ հոգին ասում է. Եկ եւ լսողին, ասե եկ, եւ նա ծարավին թող գա, եւ նա որ ծարավ է թող գա, եւ նա որ կամենում է թող առնե կյանքի ջուրը, որ ծրի է։ Խոսքն ասում է, որ կյանքի ջուրը, ասում է թող գա, խոսքի մեջ ասում է թող գա, եկեք կրկնենք, թող գա, գնանք Տիրոջը, գնանք կյանքի ջրի հետևից, գնանք փափագելով, գնանք տեսնենք, գնանք ինքներս ճաշակենք, եւ ասում է ջուրը, խոսքի մեջ ինքներդ կարդակ կասեք, որ ջուրը ծրի է։ Փառք Աստծուն, գիտես այսօր թանկ դեղորայքներ կան, որ ծախելով, գիտես իրանք այդպես գարանտիա չեն տալիս, կամ լավ կլինի, կամ չի լինի, բայց ինքը շատ թանկ է։ Բայց այսօր Տիրոջ հավիտենական կյանքի ջուրը, ինչպես խոսքի մեջ գրված, այնք ասում է ծրի է։ Փառք Աստված, փառք Աստծուն քո հավիտենական կյանքի համար եւ այդ ծրի փրկության համար, փառք մեր Տիրոջը։ Եվ վերջի տեղը կարդամ այն մարդկանց համար, ովքեր որ ճաշակել են, ովքեր որ Աստծուն գիտեն, եկեք մեր փրկությունը ամուր բռնենք։ Ամուր բռնենք մեր փրկությունը, որտեղ շատ ժամանակ մարդիկ կան, որ ասում են մեկ անգամ կարդացել ենք Աստվածաշունչը, մենք գիտենք, я уже почитал книгу, ես այդ խոսքը շատ եմ լսել մարդկանցից, ես որ կարդացել եմ Աստվածաշունչը, ну это давно было։ Ես մարդիկ կան, որ շուտ կարդացել եւ ծալել դրել են, բայց այդ խոսքը մենք պետք է միշտ կարդանք։ Առաջի Պետրոս երկրորդ գլուխ առաջի խոսքից մինչև 5-րդ խոսքը։ Արդ ամեն բան դեն գցելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություն եւ ամեն նախանձ եւ ամեն չարություն, նորածին երեխայի պես ցանկանանք բանավոր անխարտախ կաթը, որ նրանով աճենք դեպի փրկությունը։ Գիտես այդ բառը որ գրված է աճենք, իմ դուրս շատ է գալիս։ Մենք վերջերս խոսել ենք հասակ քարոզը, որ այստեղից խոսել եմ, մեզ պետք է որ հասակ ունենանք։ Աճենք, գիտես այդ անխարտախ կաթը որ կա, եկեք լցվենք խոսքով եւ աճենք դեպի փրկությունը հասակի համար, դեպի փրկություն, որ ունենանք փրկություն։ Այսպես այդ խոսքը որ առել ես, ամուր պայի որ քայլեք դեպի փրկություն։ Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է, եթե արդեն իսկ ճաշակել ես, որ Տերը քաղցր է, քեզ գործ կանելու, չծալեք մեր ձեռքերը, այսպես նստենք։ Փառք մեր Աստծուն, որի մոտեցել ենք կենդանի վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված է, պատվական է։ Դուք էլ կենդանի քարեր եք դեպի շինության հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, հոգևոր պատարագներ, մատուցանենք Աստծուն ընդունելու Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Մենք հիշենք, որ միշտ պետք է բարձր պատարագ մատուցենք Տիրոջը։ Քրիստոսի տաճարն ենք, թող մեր ներսը մաքուր լինի, եթե ճաշակել ես Քրիստոսին, ինչպես խոսքն ասում է, դեն գցեք, որ շատ բաներ կա, ինչ որ հաճելի չի Աստծուն։ Այդ խոսքը հասկացեք, ինչ որ բաներ կա, որ վերցնում ես, դեն ես գցում։ Եկեք շատ բաներ կա, դեն գցենք, որ մեր հավիտենական փրկությունը ամուր պահենք։ Փառք մեր Աստծուն։